Սևանա լճում ձկան պաշարների, այդ թվում որսի ենթակա պաշարների համալրման վիճակը գնահատելու համար Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը 2025 թվականի հուլիսին իրականացրել է ձկան պաշարների ուսումնասիրություն։ Արդյունքում առաջարկվել է 2025 թվականի աշնան որսաշրջանի համար Սիգի արդյունագործական որսի ծավալն ավելացնել 620 տոննայով, մինչև որսի արգելքը։ Երեկ էլ կառավարությունն ականջալուր եղավ գիտական կենտրոնի զեկույցին և որոշեց այս տարվա համար Սևանից Սիգի որսի թույլատրելի չափը հասցնել 1123 տոննայի։ Զգալի թիվ է մի լճի համար, որն ունի լուրջ էկոլոգիական խնդիրներ։ Չնայած նրան, որ մենք ունենք մեծ տեսչական մարմին, ահագին մեծ աշխատակազմով եւ հնարավորություններով եւ ունենք նորաստեղծ պատրոնի служба։ Այս պատրոնի службան նաեւ պետք է աշխատի Սևանա լճում, բայց իրանք ի վիճակի չեն այդ խնդիրը կառավարելու։ Խոսքն այն մասին է, որ Սիգի որսի ծավալների ավելացման պայմանները միևնույնն է։ Ներկա համակարգը չի կարողանալու պարզել, թե որքան են ապօրինի որսի ծավալները, այսինքն մեկը չի բացառելու մյուսին։ Ոչ մեկը չի կարող իմանալ, քանի կիլոգրամ ձուկ Պետրոս Պետրոսյանը որսած ուրեմն Սևանա լճից։ Այստեղ մեկ այլ խնդիր էլ կա, որի վրա արդեն մի քանի տարի ուշադրություն են հրավիրում բնապահպանները։ Խանութներում վաճառվում են Սիգի պահածոներ։ Կան խոսակցություններ, որ թույլատրված որսի հիմնական շահառուները հենց պահածո արտադրողներն են, բիզնեսի խոշոր ներկայացուցիչներ, իսկ սովորական մարդկանց մնում է նավակներով ապօրինի որս անել, հացի փող վաստակելու համար։ Հարցի մյուս կողմն էկոլոգիական է։ Ինչ ազդեցություն կունենա լճի վրա մեծ քանակությամբ ձկան որսը։ Եթե մենք ընդեղ ունենք օրգանական սննդատար տարեր, մասնավորապես ֆոսֆոր, ազոտ, որոնք որ հետագայում պլանկտոնային այդ մասայի կողմից յուրացվում են, իրենք պետք է ասենք օրինակի համար անողնաշարավորները դրանցով սնվեն, ձուկը դա վերցնում է սննդային շղթայով։ Այսինքն լճից պակասելու են ուտող բերաններ, ինչը նշանակում է, որ սննդային շղթան է խախտվելու։ Ամռանը Սևանի կանաչման պատճառներից մեկը հենց դա է։ Չկերած օրգանիզմները կուտակվում են ջրում եւ առաջացնում այն process-ը, որին շոկ եղանակին ականատես ենք լինում։ Երբ որ մենք այդտեղ ունենանք մի քանի հազար տոննայից մինչև 10-15,000 տոննա ձուկ, իդեալական դեպքում մինչև 20,000 տոննա ձուկ, այդ դեպքում մենք բավական լուրջ խնդիրներ կլուծենք։ Այսինքն դեռ հակառակը, մի քանի տարի ձկան որսը նվազեցնելու դեպքում Սևանում ձկան գլխաքանակը կարող է հասնել այնպիսի մակարդակի, որ տարեցտարի հնարավոր լինի ավելացնել արդյունագործական որսի ծավալները։ Մի փոքր ավելացումը մենք միանգամից ավելացնում ենք այդ չափաքանակը որսի, որը որ հիմա տեղի ունեցել անցած տարվա համեմատությամբ, ստացվում է այնպես, որ մենք ուղղակի ձկան քանակը լճում պահում ենք նվազագույն ուրեմն նիշի վրա։ Ըստ մասնագետների, եթե Սիգի որսն ավելացնելու որոշումը հիմնված է գիտական ուսումնասիրությունների վրա, կառավարությունը պետք է հանրությանը ծանոթացնի դրանց հետ։ Հակառակ դեպքում կարող է տպավորություն ստեղծվել, որ գործադիրը պարզապես որոշ շրջանակներին խիստ հաճո որոշում է ընդունում՝ ի վնաս Սևանի։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։